Ես եմ շնորհավորում ձեզ բոլորիդ բանակի օրվա կապակցությամբ։ Նախ շնորհավորում եմ բոլորիս։ Մենք իհարկե գտնվելով Եռաբլուրում գլխիկոր ենք բոլորս, բայց նաև պետք է խրոխտ լինենք, որովհետև այստեղից շատ կարևոր հաղորդագրություններ ունենք իրար ասելու։ Շատ կարևոր բաներ ունենք իրար հետ պայմանավորվելու։ Շատ ու շատ զրույցներ ունենք, որ մենք չենք կարել հանրության եւ հասարակության ներսում եւ հանրային համերաշխության չենք եկել։ Հետևաբար մենք այստեղ եկել ենք այսօր եւ շնորհավորելու միմյանց եւ հիշելու առաջի Արցախյան պատերազմի մեր եղբայրների եւ 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմի մեր որդիների մոտ ենք այցելել եւ նաեւ իրենց ենք ուզում շնորհավորենք այսօրվա կապակցությամբ, որովհետեւ բանակն առանց իրենց հիշատակի մենք չենք պատկերացնում։ Եվ պարտավորեցնող է, այսօր պարտավորեցնող է այստեղ խոսել դրա մասին, խոսել բանակի մասին, բանակի ապագայի մասին, բանակաշինության ծրագրերի մասին։ Իհարկե մենք շատ չենք ծանրաբեռնի այսօր եթերը, բայց կուզենք, որ մենք իրար հետ նայենք ապագային որպես անվտանգության հետ կապված բանակ գումարած անվտանգություն այս բանաձևը հստակ գիտակցելով, որովհետև այն խոսույթը, թե անվտանգություն ունենալու կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, դա քաղաքագիտության, պատմության եւ ընդհանրապես բանականության առումով որևէ բանի փորձության չի ենթարկում այդպիսի արտահայտությունը։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ մենք պետք է լինենք ուժեղ, հզոր, պետք է ունենանք բանակ, պետք է ունենանք արտաքին ռազմաքաղաքական հզոր դաշինքներ եւ ունենալով ուժեղ բանակ եւ ունենալով ռազմաքաղաքական դաշինքներ եւ մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մենք եթե չունեցանք ուժեղ բանակ, մենք որևէ կերպ անվտանգ չենք կարող լինել, որովհետեւ ժամանակակից աշխարհում տեսնում եք ինչեր են տեղի ունենում եւ ուժը այսօր կարծես թե իրավունքն եւ ուժը իրար հետ մարտնչում են եւ ուժեղը իր դիրքերից կարողանում է պարտադրի այն, ինչ որ օրինակ 1 կամ 2 տասնամյակ առաջ սովորաբար մարդիկ կամ դիվանագետները փորձում էին դիվանագիտական խողովակներով կամ քննարկումների կամ բանակցությունների միջոցով լուծեն։ Կարող եք ասել եւ նաեւ այստեղ ամփոփված երեսներից շատերը հենց կանոնավոր բանակ այսպես ունենալու ճանապարհին նաեւ զոհվեցին, իրենք էին նաեւ կանոնավոր բանակը կերտողները։ Հիմա մսվում է եւ իրենց աթափված այրումը եւ նաեւ երիտասարդ պատերազմների ընթացքում երեսներից հատված այրումը։ Տեսեք, Ադրբեջանը այս տարվա բյուջեում ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ շուրջ 30%-ով ավելացրել է։ Մենք կրճատել ենք մոտավորապես 110 միլիարդ դրամով։ Երբ որ հարց են տվել կամ հարցերի միջոցով փորձել են պարզել ինչն է պատճառը, տարբեր այսպես ասած պատասխանների շրջանակում նաև հնչել է, որ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար մենք փորձել ենք հայթայթել միջոցներ։ Եվ երբ որ դու տեսնում ես, որ 110 միլիարդ կրճատելու ֆոնին օրինակ 3 միլիարդ պարգևավճարավճարվում, օրինակ ազգային ժողովի 25 թվականի պետական բյուջեով խնայված միջոցները վերաուղղվում են պարգևավճարների, այստեղ առաջանում է հանրության մոտ հարցեր։ Այսինքն չկա որևէ խոսույթ, որը տրամաբանական է։ Հետևաբար 110 միլիարդ դրամով ռազմական ծախսերը կրճատելը կարող է նաև ռևերանսային բան լինի ուղղված դեպի Ադրբեջանին, ցուցադրելու համար մեր ոչ ռազմատենչությունը, ճակերտավոր ասած։ Այնինչ պետք է լիներ հակառակը։ Այնինչ պետք է 20 թվականի նոյեմբերից հետո հստակ կերպով վերանայվեր 21 թվականի պետական բյուջեն, առաջնահերթությունները։ Եվ եթե դուք տեսնեք 21 թվականի պետական բյուջեն, 20 թվականի պետական բյուջեով իր տրամաբանությամբ եւ ծախսային ուղղություններով դրանից 22-ը, 23, 24-ը կա որոշակի աճ չէ ցուցանիշների, բայց տրամաբանական առումով դրա վերաձևակերպում չկա։ Չկա այդպիսի վերաձևակերպում, որով որ հանրությունը կտեսներ, որ պատերազմից դասեր կա քաղած եւ պատերազմի արդյունքում կրած վնասները, այդ թվում ռազմաարդյունաբերական, պաշտպանական,
դրանք վերականգնելու հստակ մտադրություն կա։ Պարոն Անանյան, Նիկոլ Փաշինյանի ներողություն եմ խնդրում, այսօրվա հայտարարության տեքստին, եթե նայենք, ձեր ասացի համատեքստում, ֆինանսավորումը ըստ էության ոչինչ չէր փոխելու, որովհետև նա նշում է, որ միջազգային գործընկերները զենք չէին վաճառում մեզ, դա էր պատճառը, որ մենք չէինք զինվում եւ նրանք մտավախություն ունեին, որ վաճառված զենքերը կտեղակայվեն ՀՀ սուվերեն տարածքից դուրս եւ օրինակ նաեւ ինչ-ինչ զենքերի մասին տեղեկատվություն հայտնի կդառնար ՀԱՊԿ-ին։ Գիտեք, ես չեմ ուզում, որ մենք հիմա խոսենք, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։ Չեմ ուզում ընդհանրապես իմ ասացի համատեքստում տեսեք, եթե իրենց չէր հաջողվելու կամ իրենց չի հաջողվել, այդ չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությանը չէր հաջողվելու։ Միգուցե լիներ այլ վարչակարգ եւ հաջողվեր, միգուցե բանակցողը փոխվեր եւ հաջողվեր։ Գիտեք, այստեղ մի շատ կարևոր ծեծված արտահայտություն կա։ Պարտության սիմվոլը երբ որ մնում է, նրա հետ չեն բանակցում։ Նրան այլ կերպ են վերաբերում միջազգային ասպարեզներում։ Իհարկե նա պետք է արդեն հաշվի նստի տարբեր ատյաններում, տարբեր հարթություններում, տարբեր աշխարհաքաղաքական բևեռներում եւ երկրներում իր բաների հանդիպումների ժամանակ։ Հետևաբար այդ խոսքը որևէ արժեք չունի։ Մենք խոսում ենք ապագայի մասին, իսկ մեր պատկերացրած ապագայում ձեր կայակոչած անձը գոյություն չունի։ Հետևաբար եկեք չքննարկենք իրեն։ Բայց ներողություն, իրենք անթակույց խոսում են նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմ ներմուծելու վերաբերյալ։ Այսինքն ստացվում է, որ այստեղ արդեն գուցե կան պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտենք։ Իհարկե, մենք այդպիսի ողջամիտ կասկած կարող ենք ունենալ իրար հետ, որ կան պայմանավորվածություններ, որոնք որ իրագործում են, որովհետև այն ծայրագուն խախտումները, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի վիճակից հետո իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, չէ՞։ Ես կարծում եմ, որ եթե չլիներ պայմանավորվածություններ, առնվազն բանավոր, ապա միջազգային հանրությունը կամ այստեղից կամ որևէ ձևով կլիներ արժանի, այսպես ասած, հակահարված։ Այո, դրանք, գիտեք, պայմանավորվածությունների շրջանակներում են, որովհետև այլ կերպ մարդկային տրամաբանությունը չի կարողանում դրանց պատասխաններ տալ։ Դուք ճիշտ եք։